$200,000 տունը ինչ է, որ ես 20 տարի հետո չպետք է ունենամ։ Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ոչ միայն կարող է 200,000 տուն ունենալ, այլև ապրել շատ ավելի ճոխ պայմաններում, քան օրինակ իր իսպանացի գործընկեր Ֆելիքս Բոլանյոսը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր աշխատավարձով ու պարգևավճարներով ավելի շատ բան կարող է իր ու իր ընտանիքի համար գնել, քան Իտալիայի իր պաշտոնակից Մարինա Էլվիորա Կալդերոնեն։ Համեմատությունների այս ցանկը շարունակելի է։ Եթե զարմացել եք, հարմար տեղավորվեք ձեր աթոռներում, իսկ թե կանգնած եք, պինդ բռնվեք։ Եկեք մերոնց պարգևավճարների թեման փորփրենք։ Ընդհանուր ավելի քան $12 միլիոն խրախուսական վճարների երկրորդ փաթեթը կառավարությունը մի քանի շաբաթ առաջ հաստատեց։ Պաշտոնյաները գումարը մաս-մաս կստանան մինչ այս տարվա կեսը։ Գումարն այս անգամ նույնիսկ ավելի մեծ է, քան աղմկահարույց առաջին որոշումը, որի հիմնական շահառուներն, ինչպես պարզվեց, հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են, վարչապետն ու նախարարները։ Նրանց տրամադրված պարգևավճարները միայն առաջին փաթեթով մի քանի միլիոն դրամ էր կազմում։ Դատելով երկրորդի ընդհանուր ծավալից, բարձրաստիճաններին հասնող գումարը կարող է ավելի շատ լինել։ Այս մեխանիզմով ինչքան էլ ծանր քննադատությունների ենք արժանանում, մեր պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն մի քայլ ենք անում։ Պաշտոնյաներն իրենց ստացած 7-անիշ խրախուսական վճարների ընդհանուր չափը մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակել։ Հորդորում են սպասել մինչ մայիս, երբ օրենքով պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն։ Ազատությունը գրավոր էր դիմել գործադիրին, խնդրելով տրամադրել վարչապետի, փոխվարչապետերի եւ բոլոր նախարարների պարգևավճարի չափը։ Կառավարությունը մերժել է մեր դիմումը, հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Մոտ 2 ամիս առաջ, սակայն հենց արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էր ասել, որ առաջին փաթեթով 6-ից 7 միլիոն դրամ է ստացել։ Կառավարության այլ անդամներ էին ասել, որ նույն չափ են ստացել։ Հետքն էլ պարզել էր, որ վարչապետ Փաշինյանն էլ ավելին է ստացել՝ 12 միլիոն դրամ։ Այս պարգևավճարները միայն անցած տարվա առաջին կեսի համար էին։ Մյուս 6 ամիսների գումարը կստանան առաջիկայում։ Ընդհանուր ֆոնդը 4.6 միլիարդ դրամ է։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնել։ Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների չափը պարզելու համար մեզ այլ տարբերակ չի մնում, քան հաշվարկները։ Պետական կառավարման թափանցիկության մասին հայտարարող կառավարությունը որևէ պաշտոնական հարթակում չի հրապարակում պարզ ու հասարակ տեղեկատվությունը, թե ինչքան աշխատավարձ են ստանում բարձրաստիճան պաշտոնյաները։ Մի բան, որն օրինակ անում է Շվեդիայի կառավարությունը։ Շվեդ լրագրողներին այս տեղեկատվությունը ստանալու համար վայրկյաններ են պետք, իսկ մենք ունենք այն, ինչ ունենք, ուստի խառը հաշվարկներ է պետք անել։ Նախարարների զուտ աշխատավարձը ներկայիս կարգավորումներով մոտ 1 միլիոն դրամ է։ Տարիներ շարունակ պարգևավճարներն ըստ էության որպես աշխատավարձի ավելացում են ներկայացրել։ Հենց իրենց հայտարարությունները հիմք ընդունելով մոտավոր հաշվարկ անենք։ Տարվա առաջին կեսի համար 6-ից 7 միլիոն դրամի մասին են խոսել։ Եթե պայմանականորեն նրանք միջինը 6.5 միլիոն են ստացել, ապա տարվա կտրվածքով նախարարի եկամուտը ներառյալ նրանց հիմնական աշխատավարձը շուրջ 28 միլիոն դրամ կկազմի, ամսական 2 միլիոն 300 հազար դրամ կամ $6,000։ Այս հաշվարկներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով հղումով։ Դարձյալ այս մեթոդներին ստիպված ենք դիմում, քանի որ թվերը պաշտոնապես չեն հրապարակվում։ Անցած անգամ պարզել էինք, որ հայաստանցի նախարարները միջին կենսաթոշակից ու միջին աշխատավարձից զգալիորեն ավելի բարձր են վարձատրվում, քան արևմտյան երկրներում։ Այժմ էլ փորձենք ուղիղ համեմատել մերոնց ու Եվրամիության մի քանի երկրների նույն գերատեսչությունները ղեկավարող նախարարների աշխատավարձերը։ Իսկ այս գործի համար կօգտվենք տնտեսագիտական հիմնական գործիքներից մեկից՝
գնողունակության համարժեքության համեմատությունից։ Այսինքն գների համեմատությամբ Հայաստանում X չափի ապրանք գնելու համար որքան կպահանջվի այլ երկրներում։ Վերադառնանք Սրփուի Գալյանի ու նրա իսպանացի գործընկեր Ֆելիքս Բոլանյոսի եկամուտների համեմատությանը։ Եթե Սրփուի Գալյանի ամսական եկամուտները 2025-ի համար մեր հաշվարկի համաձայն պլյուս-մինուս 2 միլիոն 300 հազար դրամ կազմեն, դա ըստ գնողունակությունը համեմատող հասանելի տարածված գործիքներից մեկի համարժեք կլինի Մադրիդում ծախսվող մոտ 9000 եվրոին։ Այսինքն 2 միլիոն 300 հազար դրամ եկամուտ ունեցող մարդը Հայաստանում կարող է այնքան բան գնել, որքան Մադրիդում ապրողու մոտ 9000 եվրո ունեցող բնակիչը։ Իսկ Իսպանիայում նախարարները ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ 6820 եվրո։ Այսինքն գնողունակության համեմատությամբ հայաստանցի նախարարներից մոտ 24%-ով ավելի քիչ։ Սրփուի Գալյանն ու իր գործընկերները, եթե իրոք մեկ տարվա ընթացքում հենց այդքան եկամուտ ունենան, կարող են զգալիորեն ավելի շատ բան իրենց թույլ տալ, քան իսպանացի նախարարները։ Ավելի մեծ եկամուտներն օրինակ կարելի է ուղղել թանկարժեք հագուստին, վարկերի մարմանը, նոր մեքենա գնելուն, ճոխ հանգստին, թանկարժեք ռեստորաններ այցելելուն եւ այսպես շարունակ։ Մինչդեռ Իսպանիան շատ ավելի զարգացած տնտեսություն ունի։ Մեկ շնչին ընկնող հնան գնողունակության համեմատությամբ ավելի քան 2 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը։ Այնտեղ կենսաթոշակառուների ու բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների միջև այսչափ մեծ տարբերություն չկա։ Իսպանիայում գործազրկության մակարդակն ավելի ցածր է։ Տնտեսական ցուցանիշները դեռ երկար կարելի է համեմատել։ Իտալիայում մեկ շնչին ընկնող հնան մոտ 2.7 անգամ է գերազանցում Հայաստանի ցուցանիշը։ Իտալիայի այն նախարարները, որոնք падգամավորական մանդատ չունեն, նույնպես գնողունակության համեմատությամբ ավելի քիչ են ստանում, քան իրենց հայաստանցի գործընկերները։ Տեխնոկրատ նախարար է աշխատանքի եւ սոցիալական հարցերի գերատեսչության ղեկավար Մարինա Էլվիրա Կալդերոնեն։ Նա եւ մյուս տեխնոկրատները ըստ իտալական լրատվամիջոցների 9200 եվրո աշխատավարձ են ստանում։ Իսկ իր հայ գործընկեր Արսեն Թորոսյանի եկամուտը, եթե դարձյալ այն պլյուս-մինուս $6000 կազմի, համարժեք կլինի Հռոմում ծախսված մոտ 9400 եվրոին։ Այսինքն Փաշինյանի կառավարության անդամները նաեւ իտալացի տեխնոկրատ նախարարներից ավելին կարող են ձեռք բերել։ Նույն համեմատությամբ հայաստանցի նախարարների եկամուտները շատ չեն զիջի օրինակ իրենց էստոնացի պաշտոնակիցների եկամուտներին։ Ավելին, վարչապետ Փաշինյանի կաբինետի անդամներն իրենց եկամուտներով ընդամենը մի փոքր կզիջեն աշխարհի ամենաբարեկեցիկ պայմաններն ունեցող երկրներից մեկի՝ Շվեդիայի իրենց գործընկերներին։ Իսկ Շվեդիայում կենսաթոշակառուները ոչ թե պաշտոնյաներից մի քանի տասնյակ անգամ պակաս գումար են ստանում, ինչպես Հայաստանում, այլ ապրում են շատ ավելի բարեկեցիկ կյանքով, ստանալով ներկայիս փոխարժեքով $2200։